Կեսգիշերն անց ավելի քան 10 ավտոմեքենա է լրջորեն վնասվել Վեոլիա ջուր կոչվող չարիքի պատճառով, որը Բաղրամյան փողոցում անտեր է թողել իր կողմից քանդված հատվածը։ Մեդիատորի ահազանգով նախ դեպքի վայր եկավ ոստիկանությունը, որոշվեց խնդրին ժամանակավոր լուծում տալ աղբամանով, ապա դեպքի վայր ժամանեց պարեկային ծառայությունը, որը եւս մեկ աղբաման ավելացրեց վտանգավոր վայրում, այդ ամենը առավել տեսանելի դարձնելու համար կապեց դեղին ժապավենով։ 10 վարորդի շուրջ 1 միլիոն դրամի վնաս պատճառած Վեոլիա ջուրը ոչ միայն պատասխանատվության չի ենթարկվել, այլև 20 ժամ անց որևէ քայլ չի կատարել միջպետական ճանապարհին իր առաջացրած խնդիրը լուծելու համար։ Վարորդների պաշտպանը դեռ աղբամանն է։ Այս խայտառակության մեկ այլ երեսին տեսնում ենք նաև այն ասֆալտը, որ այս կառույցը փռել է աշխատանքներից հետո, ընդամենը 1 օր անց ճաքճքած, վնասված, ու սա այն ճանապարհին, որը պետությունը նորոգել է հիմնովին ընդամենը 1 տարի առաջ։ Ով պետք է պատասխանատվության ենթարկի այս ամենաթողության համար Վեոլիա ջրին, ինչու պետությունը խիստ միջոցներ չի կիրառում այս համատարած անարգանքի եւ մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնալու համար։ Խնդրում ենք բոլոր վարորդներին տարածել տեսանյութը, գտնելու համար այստեղ վնասներ կրած բոլոր վարորդներին եւ համատեղ քայլեր ձեռնարկելու վնասների ամբողջական փոխհատուցում ստանալու համար։